Ողջույն սիրելի հետևորդներ, մինչ անցնեմ թե այսօր ինչի մասին եմ խոսելու, ձեզ ցույց տամ այսօրվա ինտրիգը, խնդրեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ծառայողական լիազորություններն օգտագործելով ծառայության շահերին հակառակ անձնական շահագրգռվածությունից ելնելով էական վնաս է պատճառել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքներին և օրինական շահերին։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ճանապարհային նշանների տեղադրման գնման մրցույթում ճանաչվել է հաղթող և կողմերի միջև կնքվել է համապատասխան պայմանագիր, սակայն քաղաքապետարանի պաշտոնատար անձը նպատակ ունենալով գործել հօգուտ իր հետ փոխկապակցված մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պայմանագրով չնախատեսված հիմքով մրցույթում հաղթած ընկերությունից պահանջել է 10 տարվա բանկային երաշխիք։ Այնուհետև, անտեսելով նշված պահանջի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու գործընթացում նոր գնման ընթացակարգ սկսելու արգելքը, հիշյալ պաշտոնատար անձը նախաձեռնել է այն, որի արդյունքում ընտրված մասնակից է ճանաչվել վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունը և կնքվել է Տեսակ չէ ինչ են արել Երևանի քաղաքապետարանը, հարգելի հետևորդներ, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պաշտոնական անձը, ժամանակավոր ներկայացուցիչը, հստակ կոռուպցիոն սխեմայով տենդեր է վաճառել X կամպանիայի և գումար է աշխատել։ Ավինյան, այդ շատ լախ, սրա մասով ինչ կասես։ Ձեզ որ ասում եմ Ավինյան տիկոն, ձեզ որ ասում եմ կոնկրետ այս կառույցը չեն աշխատում։ Ինչի եք հարձակվում իմ վրա ինձ սարքում ազգի դավաճան։ Էդ ով է ասել, որ ես պետք է պայքարեմ, որ իրանք մնան իրանց աթոռներին, ու իրանք իրանց լափամանները, սենց կազմ պատրաստ պահեն, լափեն։ Ավինյան տիկո, կուրսի ես, որ 2 տարուց սիկտիր ես ելնելու բոլոր հնարավոր տարբերակներով լափում եք Երևանի քաղաքապետարանը։ Դու տեղյակ չես ինչ արել տրանսպորտի բաժինը, տեղյակ չես դու դրանից։ Տրանսպորտը թանկացրիք, ձեն չհանեցինք, ասեցինք պետքա։ Աղջիկ Հրիստիկ հլը արի ես թարավ դու։ Են քո տղա Միքուլիկի հետ, այ չուչուն դրա, ինձ էլ ես դատի տալու։ Ինձ էլ ես դատի տալու։ Հա? Կարաս դատի տաս, ես ոչ Հայաստանում գույքի եմ տիրապետում, ոչ էլ ինչ-որ բան ունեմ, որ դու կարողանաս ինձ դատի տաս ու դատ շահես, այ չուչուն դրա։ Այդ կոտողուն կասես դեզուն մտցնի համապատասխան տեղը, ընենց չանեմ, այդ իրա աշխատավայրից էլ թռնի։ Բա դու ավականի ես, դու տեղյակ չես ինչա կատարվում քաղաքապետարանում, այդ ոնց է ստացվում, որ ընտանյոք հանդերձ տենդերներ եք շահում, Քրիստիկ, տղատ էլ լեզուն սարքել է 25 մետր։ Ընդհանրապես ցանկություն չունեի ձեզ անդրադառնալու, ձեր նման փնթիները շուտով կմաքրվեն քաղաքապետարանից, բայց որ տեղը եկել է ասեմ։ Հա, ասենց դաթդ գցել ես արդեն պաշտպանության նախարարություն, տղետ հոդվածներ ա գրում, որ գնա ՊՆ, առը հագես տղետ կգնա ՊՆ, այդ չուչուն դրա փնթի, հասկացանք իրար։ Էս ինչ ա կատարվում, Տիգրան Ավինյան, էս ինչ ա կատարվում Երևանի քաղաքապետարանում, որ խոսամ կասեք, Նատալին դեմա դուրս եկել ՔՊ-ին, աղջիկ ջան, քեզ տաշիր սաման է վճարում։ Տո տաշիր սաման գլուխը պատին կտա, որ կարանա Նատալի վճարի։ Տաշիր սաման իրա սաղ գույքը ծախի, Նատալի չի կարա վճարի, որ կողքը պահի։ Հասկացաք։ Այս խնդիրներն ա, որ բարձրաձայնում ենք, սարքում եք ազգի դավաճան։ Քանի անգամ կրկնեմ, որ իմ համար կոնկրետ անձեռնամխելի է մի անձ ու մի քանի հոգի, Նիկոլ Փաշինյանը, որը իմ պետությունն է, եւ մի քանի հոգի։ Մնացածը սաղ աչքի տակ են։ Այսինքն բացի թողի վիճակ բոլոր կառույցներում է։ Պաշտպանության նախարարությունում տենդերները ծանոթներին են ծախում, մեջը փող են աշխատում։ Մենակ դրանով է ուղեղները տարած։ Չեն մտածում զինվորը այնտեղ հոգեբանական ինչ վիճակում է։ Երևանի քաղաքապետարանը թողել է իր բան ու գործը, տենդերներով է զբաղված ու այսենց թեմաները 24 ժամ։ Ու մինչև երբ է շարունակվելու այս ամեն ինչը, Ավինյան Տիգրան։ Մինչև ու չգաք ինձ ասեք, Նատալի ջան, վсё-таки Երևանի քաղաքապետն է հարգանքով խոսա։ Ինչ հարգանքով խոսա սրանց մասին։
Որ մեկին հարգես։ Այն պեկի նախագահ։ Կարող է մի հատ խորենացիով անցնես, այնտեղ մի հատ աղջիկ կա, որ մեկին հասցնում տալիս է։ Կարող է մի հատ Գյումրի մտնես, երկու աղբերներ կան, առավոտից իրիկուն լափամանը դեմները քաշած լափում են, պեկի նախագահ։ Քեզ չի հետաքրքրում։ Անուններ չեմ տալիս, դու իրանց անունները սաղից լավ գիտես։ Եթե դու սրանցով չզբաղվես, պեկի նախագահ, հակակոռուպցիոն կոմիտեն ընդեղ է այցելելու ու դու խնդիր ես ունենալու։ Կոնկրետ դու խնդիր ես ունենալու։ Հենց խոսում ենք, սկսում են, Նատալին դեմա դուրս եկել, Նատային ԿՊ-ին երբեք դեմ դուրս չի գալու, մի երազեք դրա մասին։ Մաններ մուններ բլոգերներ, մի քոլեք հլեմատ հավաքի քեզ այ խլենքոտ, պսնինք։ Մաներ մուններ բլոգերիկները վրայովըտ կանցնեն, այդքան ձայն, որ մենք ենք ԿՊ-ին բերել։ Դու մամատ ասել է ինչները ծախեիք, այդքան ձայն չէիք կարա, ԿՊ-ին բերեիք, լակոտ, ձայնդ կտրի խելոք վերենգի տեղդ կմաքրեմ ոտերս վրեդ։ Ու չմտնեմ ընտանեկան տարածքը արդեն։ Հենց մտա կարող է պապատ մամայդ լարի տնից, համբալ, քեզ նորմալ պահի լակոտ։ Սրանց դուխը նայի հլը։ Իրան դրել է լավ տղուտեղ, Սուրեն Պապիկյան է պաշտպանում։ Իա, իրոք։ Չկերանք Սուրեն Պապիկյանին։ Ասում ենք աշխատեք։ Այդ զինվորի մորը Միքայել կգնաս պատասխան կտաս մորդ հետ։ Կգնաս իրան կասես ինչի համար է զինվորը ինքնասպան եղել բանակում, այ թուլա։ Քեզ իրար գլուխ հավաքի աչքերդ կհանեմ, լակոտ։ Սրա դուխին նայի հլը։ Մտել ամոր թուն բանի մեջ իրան դրել է իր երազած տղուտեղը։ Այդ մերդ չեր տենում քաղաքապետարանում ինչ էր կատարվում։ Թե իրան ձեռնտու չէր, այդ տենդերներից դուք էլ բաժին ունեք, Միքուլիկ։ Ու առհասարակ, պաշտպանության նախարար պարոն Պապիկյան, ԳՇՊԵՏ-իդ հրաման տուր, թող կոնկրետ զբաղվի, չաստերում գոյություն ունեցող չակերտավոր հոգեբաններով։ Եվ վերջապես սիրելի ժողովուրդ, գիտակցեք մի բան, հոգեբանը հոգեբույժ չի, երբեմն ես ինքս էլ եմ ունենում հոգեբանի կարիք և գնում եմ հոգեբանի մոտ, դա չի նշանակում, որ ես հոգեկան խնդիրներ ունեմ, դա նշանակում է, որ պետք է մեկը, ում հետ ես կարող եմ խոսել զրուցել, այդ հոգեբանների հաստիկներով հոգեբաններին մեր հարկերից գումար եք վճարում, իդեպ ես էլ եմ Հայաստանի Հանրապետությունում հարկատու, YouTube ալիք եմ վարում, որից Հայաստանի Հանրապետությունը հարկ է պահում ինձանից, ես էլ եմ հարկատու և պահանջում եմ այդ չակերտավոր հոգեբաններին կամ փոխեք, կամ բացատրեք աշխատելու ընթացքը, զինվորների հետ եմ խոսում, ասում եմ, ինչ է խոսում ձեր հետ հոգեբանը, ոնց է ձեզ բացատրում, ասում է դե Նատալի ջան, կանչում ասում է ինչ խնդիր ունես, այդ որ մի զինվորը կասի, որ պոստում խնդիր ունի, ասենք, հոգեբանը պետք է զինվորին մի հատ նկարել տա, ու հասկանա այդ զինվորը խնդիր ունի, թե չէ չաստում, հոգեբանը տենց է լինում, մասնագետ բերեք թող աշխատի, գումար եք վճարում վերջապես, ես չէ որ պետք է նստեմ ձեզ բացատրեմ ձեր աշխատանքը։ Մենք պայքարել ենք, որ Նիկոլ Փաշինյանը մնա երկրի կառավարության ղեկին։ Մենք չենք պայքարել, որ դուք թալան անեք Հայաստանում։ Տենդերների մասին մենակ մտածեք։ Մենք չենք պայքարել, որ նախկին Ղարաբաղյան կլանի եղած փնթի վիճակը մնա այդ կառույցներում։ Մենք դրա համար չենք պայքարել։ Մենք ձեր աթոռը դրա համար չենք պահել։ Չեք կարում աշխատեք, ռադեղեք ձեր տներում, թող վարչապետը մենակ աշխատի։ Դուք չեք ամաչում, որ վարչապետը բաց տեքստով իր էջում գրում է միջազգային համալսարաններ ավարտած կադրեր է պետք։ Դիմեք, դուք պետք է ամաչեք։ Դա նշանակում է, որ այդ մարդը իր հույսը մենակ ինքն է, ձեզանից ոչ մեկի վրա հույս չի դնում։ Ամոթ է, հերիքա լափեք, հերիքա։ Այս ժամի համար հլը որ այսքանը սիրելի հետևորդներ։